90-ականների սկզբին Հայաստանը ծայրահեղ ծանր պայմաններում էր, գերտերության փոքրիկ մաս կազմող երկիրը անկախության ավանդական մարտահրավերներից բացի հայտնվեց պատերազմի բովում և շրջափակման մեջ։ Հենց այս շրջանում էր, որ Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ստեղծվեց հույս հիմնադրամը։ Կազմակերպության առաքելությունը այդ դժվարին տարիներին ԱՄՆ-ից Հայաստան օգնության կազմակերպումն էր։ Հույսը գլխավորած հասարակական գործիչ Բաբկեն Վարդանյանը այսօր 23 տարի Ամերիկայի ձայնի խնդրանքով հիշում է այդ օրերը։ Ստեղծվեց անձի սոցիալական պաշտպանության հույս հիմնադրամը, որի անփոփոխ նախագահն մինչև այսօր ես եմ։ Դա 92 թվականին ստեղծվեց 1900 եւ նպատակն էր, որպեսզի սոցիալապես անապահով մարդկանց օգնության ձեռք մեկնել։ Մենք տարբեր ծրագրեր սկսեցինք իրականացնել եւ հույսի գծով ահագնել օգնություն էինք ստանում ու տրամադրում։ Հայաստանցիներն այդ տարիներին վրա հասած խավարում հույս էին որոնում։ Հույս հիմնադրամը հնարավորություններին ներածին չափով փորձում էր թեթևացնել խավարի ճիրաններում հայտնված մարդկանց բեռը։ Վարդանյանի խոսքերով իրենց շահառուները աղետյալներ էին, հաշմանդամներ էին, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, բազմազավակ ընտանիքներ, թոշակառուներ։ Մեր կազմակերպությունը մոտ 100-ից ավելի ակտիվիստների միջոցով իր գործունեությունը ծավալում առանց վարձատրության։ Մեզանից ոչ մեկը որևէ այսպես աշտավարձ կամ վճար չի ստանում եւ մինչեւ հիմա պահպանվել է։ Ուղղակի կամավոր հիմունքներով ներգրաված մարդիկ օգնում են, որպեսզի մենք կարողանանք այդ օգնությունը կազմակերպել ու ցույց տալ։ Որոշ հաշվարկների համաձայն, եթե պահպանվեր խորհրդային Հայաստանի բնակչության աճի դինամիկան, երկրի բնակչությունն այսօր կգերազանցեր 5 միլիոնը։ 90-ականներից առ այսօր 100,000-ավոր հայեր պանդխտացան, նրանց թիվն անհամեմատ մեծ կլիներ առանց արտերկրից Հայաստան ուղարկվող օգնության, որի մի մասը կազմակերպում էր հույս հիմնադրամը։ Այսօր այն չի գործում, բայց Բաբկեն Վարդանյանի մոտ մեծ ծրագրեր են հասունացել։ Անկախությունից քառորդ դար անց բնակչության մի ստվար հատված աղքատության մեջ է։ Մենք հեռացանք 90-ականների խավարից, սակայն խավարը մեզանից ոչ, ասում է Բաբկեն Վարդանյանը, հավելելով, որ հույս հիմնադրամին դեռ մեծ անելիքներ են սպասվում։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայն, հեռուստահանդես։